ինչից եք ուզում այսօր սկսել ձեր խոսքը։ Շատ կարևոր հայ ժողովրդի համար հայ ազգային արժեքների պահպանման, հայոց ոգու վերականգնման եւ հայի տեսակի հավերժության համար շատ կարևոր էր վերջերս 16-ից 19 եպիսկոպոսած ժողովը արտասահմանում։ Ինչու է դա կարևոր, որովհետեւ աշխարհը տեսավ, որ Դավաճան, Կապիտուլյանտ, թուրքական ապրանք Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ արավ, որպեսզի լուծարվի եւ եպիսկոպոսած ժողովը չկայանա, եւ բացի այն 5 եպիսկոպոս Դավաճան եպիսկոպոսներից եւ 6 եպիսկոպոսներից, ովքեր կալանված են կամ արգելվել էր նրանց ելք Հայաստանի Հանրապետությունից, բոլոր եպիսկոպոսները հայոց առաքելական եկեղեցու բոլոր եպիսկոպոսները մասնակցեցին այդ համաժողովում եւ համաժողովից հետո ընդունեցին համատեղ հայտարարություն, որին միացան Հայաստանի հայ ժողովրդի 3 վեհապետական աթոռները, դա Կիլիկո կաթողիկոսությունն է, դա Պոլսո պատրիարքությունն է եւ Երուսաղեմի պատրիարքությունն է։ Եվ համատեղ հայտարարություն արեցին, որը հիմնականում այդ բարդ, գեղեցիկ, ոսկեեղնիկ հայերենով գրված այդ հրաշալի տեքստից ես բերեմ պարզապես թե ինչ է ասվել հիմնականում այդ մասին։ Առաջինը դատապարտեցին Դավաճան, հակահայ, թուրքաբարո եւ թուրքահաճ Նիկոլ Փաշինյանի իշխանության բռնի գործողությունները հայոց եկեղեցու եւ հայոց եկեղեցականների հանդեպ։ Երկրորդը ամուր հավատով սատարեցին ամենայն հայոց կաթողիկոսին եւ Էջմիածնի Սուրբ կաթողիկոսությանը։ Ահա եկեղեցական ժողովի ամբողջ իմաստը։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետության հայոց առաքելական եկեղեցու հետևորդների մեծ մասը ապրում է ոչ թե Հայաստանում, ցավոք ապրում է մեր հայրենիքից դուրս։ Եվ այդ հայտարարությունը շատ կարևոր էր, որքան էլ Դավաճան Նիկոլը իր հերթական ստաբարո խոսքով փորձեց խանգարել, միևնույն է հայոց եկեղեցին, վեհագույն եկեղեցին բոլոր եկեղեցիների մեջ կանգուն է եւ իր հետևորդները, սպասավորները անկուն կամքով պայքարում են հայ ժողովրդի հավերժության համար։ Գիտեք ինչ։ Ես ուսումնասիրեցի, թե Հայաստանի Հանրապետությունում որքան մարդ է Դավաճան, Կապիտուլյանտ, Ստախոս Նիկոլի այդ եկեղեցու բարեփոխման այդ կեղծ Փաշազադե եւ Ալիևի օրակարգին հետևում։ Ուրեմն բացել են բարեփոխում եկեղեցու էջ, որի մեջ ընդգրկվել են 615 քաղաքացիներ ընդամենը։ 2 միլիոն, 3 միլիոն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 615, 750 առաքելական Սուրբ եկեղեցու քահանաներից, եպիսկոպոսներից, աբեղաներից միայն 11 հուդա է անցել Նիկոլի կողմը, որից մեկը եպիսկոպոսած ժողովի ժամանակ ստորագրել է հայտարարության տակ ի պաշտպանություն հայոց եկեղեցու եւ հայոց վերապահարի։ Այո։ Ինքը մասնակցել է, ստորագրել է, որովհետեւ մարդ է, չէ՞։ Այսինքն մենք կարող են ասել 10 հուդա Դավաճան են։ Միայն միացել Դավաճան, Կապիտուլյան, Ստախոս, հայասպան Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Եվ դրանով արդեն ամեն ինչ ասված է։ Եվ ես խոնարհվում եմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ անդամ, ես խոնարհվում եմ հայոց եկեղեցու առաջ, հայոց հայրապետի առաջ, համբուրում եմ աչը բոլոր Սուրբ Թադեի եւ Բարդղմեսի հավատին հետևորդ բոլոր եկեղեցականների աչը։ Եվ ի՞նչն է հետաքրքիր։ Երբ իշխանության ներկայացուցիչը
Իլուր աշխարհի այն հերոստանգերությամբ, որը նայում է աշխարհը, հայտարարում է, որ մանկապղծության դեպքեր են եղել, եւ ես այսօր կարդում եմ, որ պաշտոնական հարցում են արվել Հայաստանի Հանրապետության դատախազություն, եւ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պարզաբանել է, որ մանկապղծության դեպքերի առիթով քրեական գործեր հարուցված չկան։ Ժողովուրդ, ինչ պետք է անեն, որ դուք հասկանաք, որ այս դավաճանները, այս ստորները երկիրը տանում են կործանման։ Որովհետև Փաշազադին ես կրկնում եմ, որպեսզի նրանք ովքեր չեն լսել, լսեն, որովհետև ես երբ մարդկանց հետ փողոցում քայլում եմ, մարդիկ չեն հասկանում, իրականում իրենք կտրված են իրական ինֆորմացիայից։ Մի մասը անտարբեր է, մի մասը միայն հմեյա, մեկի ազդեցության տակ է, մյուս մասն էլ հասկանում ես չի հասնում ընդդիմադիր դաշտի քարոզությունը։ Երբ ասում ես, որ Փաշազադեն ասել է, որ մենք երբ մենք վերադառնանք Արևմտյան Հայաստան, վերականգնենք մեր իրավունքները, թուրքերի իրավունքները Արևմտյան Հայաստանում, Արևմտյան Ադրբեջանում, այսինքն Արևելյան Հայաստանում, հայոց եկեղեցի միակ ուժն է, որ կարող է խանգարել մեր ծրագրերի իրագործմանը եւ հայ ժողովրդին ռևանշիստական գաղափարներով պայքարի ոտքի հանի։ Երբ ասում են, միթե այդպիսի բան է ասել եւ այդքանից հետո մենք լռում ենք, իրենք իրականում չգիտեն։ Նիկոլ Փաշինյանը հայոց եկեղեցի դեմ պայքարում է բոլոր ստոր քպեական միջոցներով, ստոր գարշելի սուտ, կեղծ քպեական միջոցներով, բոլորով փորձում է պայքարել եկեղեցու դեմ, որպեսզի կործանի դիմադրողական վերջին օջախը, ազգային դիմադրության վերջին օջախը, Արցախը ոչնչացրեց, 13,000 հայ սպանելով վախ մտցրեց մարդկանց մեջ, խաղաղության օրակարգ այդ կեղծ թեզով, թուրքական թեզով բթացրեց հայ զգոնությունը, ոչնչացրեց բանակը եւ հիմա կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Նայեցեք, Ալիևը, Նիկոլ Փաշինյան եւ Ղազախստանի նախագահը կանգնած են Տրամպի այդ խոշորագույն ավանտյուրաներից մեկը, հրեական ավանտյուրաներից մեկի ժամանակ Վաշինգտոնում կազմակերպված այդ հանդիպման ժամանակ իբր թե Գազայի հատվածում խաղաղության խումբ են ստեղծում ՄԱԿ-ի գրասենյակին Տոկարովի հետ միասին եւ գիտեք միջազգային մամուլի ինչ էր գրված Միջին Ասիայի եւ Անդրկովկասի երկու առաջնորդներ Ալիևն ու Տոկաևը Թրամպի համաժողովի ժամանակ այսինքն Ալիևը արդեն Անդրկովկասի լիդերն է համարվում եւ այդ հայտարարությունը արված է միջազգային մամուլում եւ այս կեղծ խաղաղությունը ասում են ես հիշում եմ վերջերս համացանցում տեղ գտած եւ հատկապես Վարդենիսից ինձ զանգեցին եւ տեղեկացրեցին օրինակի համար Ամասիայում Շիրակի մարզում պարոնակ գյումրեցիներ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում ադրբեջանցիներ են եկել իբր թե իրենց պապերի գերեզմանին եւ ծեծել են հայերի դռները ովքեր այդտեղ վերաբնակվեցել են Ադրբեջանից եւ ասել են մենք շուտով վերադառնալ ենք ձեզ հեռացնելու ենք այս տներից ու լպիր թուրքական արյունոտ ժպիտով հասկացնելով, որ լավագույն դեպքում կարող է մորթենք նաև։ Վարդենիսում 12 ադրբեջանցիներ, չգիտես ինչպես են հայտնվել այդտեղ։ Եթե Շիրակում ԱԱՑ-ի պահպանությամբ են իրանք եկել, ԱԱՑ-ականների պահպանությամբ են եկել, ապա Վարդենիսում եկել են առանց որևէ մեկի ուղեկցությամբ, նույն ցինիկ պահվածքը, ասել տեսեք այն սարում ասկերն է, իմ ասկերն է կանգնած, թպրտաս, մեկա գալու ենք, քիչ է մնացել, սպասում ենք ասեն, որ գանք, դուրս եկեք գնացեք, սա մեր հողն է, ահա խաղաղության օրակարգը Նիկոլի բերած, Նիկոլը ոչ թե խաղաղություն է բերել, այլ աթոռապահպանության ամենաստոր խաբեբայությունն է իրականացնում հայ ժողովրդի առաջ, հանդեպ, ամենաստոր,
Երբ Ալիևը հայտարարում է, որ սահմանադրությունը կփոխեն, Հայաստան ինքնիշխան պետություն չի ճանաչվի արդեն ինքը իրեն։ Սահմանադրությունը կփոխեք։ 300,000 ադրբեջանցիներ կգան Հայաստանում ապրելու, որից հետո ես կմտածեմ, իսկ մտածելը որն է։ Եթե սահմանադրությունը փոխում են Ալիևի ասելու 300,000 ադրբեջանցի է գալիս Հայաստանում ապրելու, 25 տարի հետո ադրբեջանցիները էթնիկական մեծամասնություն են Հայաստանում։ Ընդ որում, այդ բնակավայրերը, որոնք ադրբեջանցիները պետք է գան ապրեն, նրանք ունենալու են ինքնավարություն, ունենալու են իրենց սեփական զինված պահպանությունն ու ոստիկանությունը եւ չեն ենթարկելու Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Ինչպես Զանգեզուրի միջանցքը չի ենթարկում այսուհետ Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Այն ենթարկվում է համաձայնության պահանջին, ոչ թե Հայաստանի Հանրապետության օրենքներին։ Հայաստանի Հանրապետությունը այնտեղ չի կարող շինարարություն կատարել, Հայաստանի Հանրապետությունը այնտեղ չի կարող տեղաշարժ, ազատ տեղաշարժ անել, այն պետք է թույլտվություն վերցնի պայմանագիր կնքած եւ կազմակերպության հետ։ Հայաստանի Հանրապետությունը զորք զինամթերք չի կարող տեղաշարժել այդ տարածքով, այսինքն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը անմիջապես վերացված է այդ Զանգեզուրի միջանցքում։ Զանգեզուրի միջանցքը միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի համար է ազատ տեղաշարժման ենթակա տարածք։ Հասկանում եք դա։ Օրինակի համար, երբ ագարակցին գնա իր օրինակ Ծիրանի ձոր իր հողը մշակելու համար, նա այդ ճանապարհով չի կարողանալու գնալ։ Որտեղ այդ ճանապարհից գնալու համար իրեն պետք է թույլ տան։ Թույլ տա մի կազմակերպություն, որի 40%-ը թուրքական կապիտալին է ենթարկվում։ Ահա ամբողջ բանը։ Խաղաղություն են ուզում, դուք խաղաղություն չեք ուզում։ Այդ քպեականներից մեկը անկեղծության պահին ասել է մեզ ոչ թե մարտունակ բանակ է պետք, այլ խաղաղության բանակ է պետք։ Եվ որպես խաղաղության բանակ, հասկանում ես, ես վերցրեցի վերջերս երկու թիվ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը 47,000 են։ Պաշտպանության նախարարության կազմում 36,000 զինվոր ունենք։ Այսինքն հիմա Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, ներքին գործերը եւ գվարդիան, ներքին գործերի ուժերը ավելին են, քան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակա զորքերն են։ Հասկանում եք։ Ադրբեջանինը 125,000 է, այսինքն 36,000, 125,000, համարյա մոտավորապես 90,000 Ադրբեջանը ավել է։ Ադրբեջանն ունի 7,642 հետևակի մարտական մեքենա, Հայաստանի Հանրապետությունը 1,300 է, այսինքն 6 անգամ ավելի պակաս։ Ադրբեջանն ունի 497 տանկ, Հայաստանի Հանրապետությունը 109 տանկ ունի, թեկուզ տանկերի հարաբերակցությամբ մենք 450 տանկ ունեինք։ Թե ինչ եղան այդ տանկերը, այդպես ոչ մեկը չհասկացավ։ Յուրաքանչյուր տանկը մի տասնյակ միլիոն արժեր։ Նիկոլ ուր են այդ տանկերը։ Հայաստանի Հանրապետությունը ունի 30 ուղղաթիռ, Ադրբեջանը 102 ուղղաթիռ ունի։ Եվ այսպես կարելի է շարունակել։ Հայաստանի Հանրապետությունը ունի մոտ 1000-ի չափ անթաչու թռչող սարք, Ադրբեջանի Հանրապետությունը ունի 15,000։ Ահա ինչ վիճակում է, եւ այս վիճակում խաղաղություն բերած այդ քաղաքական ուժը դա պարանոիդ շիզոֆրենիայով տառապող, ինքնախապեյությամբ եւ ժողովրդին խափելով զբաղվող քաղաքական ուժ է, որը ոչինչ բացի ապագա կործանումից այս ժողովրդին չի կարող տալ։ Հասկանում եք։ Եվ այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունը 3 կառավարությունում ընդունեց օրենսդրական փոփոխության այնպիսի փաթեթ, որով Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին այդ օրենքի ընդունումից հետո ամբողջովին դառնալու է թուրքական։ Ես հիշում եք, 2 օր առաջ ես բերեցի տվյալներ, որտեղ ապացուցեցի, թե որքան է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի էներգետիկ հարաբերությունների տարբերությունը։ Ես բերեցի, որ 3213 մեգավատ տարեկան ստանում է Հայաստանի Հանրապետությունը էլեկտրաէներգիա, Ադրբեջանը 10,000 մեգավատից ավել է ստանում։ Այսինքն
անգամ ավել է Ադրբեջանի էլեկտրաէներգիայի հզորությունը, քան Հայաստանի Հանրապետությունը։ Եվ եթե մեր ցանցերը միանում են իրար, ապա մենք ունենում ենք ավելի սարսափելի ստրկական էներգետիկ կախվածություն Ադրբեջանից։ Եվ երեք կառավարությունում ընդունվեց կառավարության որոշում հանուն թուրքերի օտարերկրյա ներդրումների մասին օրենքի փոփոխությունների մասին, որը կատարվել է ուղղակի Էրդողանի եւ Ալիևի պահանջով։ Ուղղակի Էրդողանի պահանջով եւ Ալիևի պահանջով է եղել։ Օտարերկրյա ներդրողները այսուհետ համաձայն այդ օրենքի նախագծի, որը կներկայացվի ազգային ժողով եւ քանի որ ազգային ժողովում նույն թուրքական ապրանքներն են, ապա կընդունվի դա։ Օտարերկրյա ներդրողները ունենալու են նույն իրավունքները, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ներդրողները։ Դուք պատկերացնում եք դա։ Ադրբեջանի տնտեսությունը 12 անգամ ավելին է, իսկ ֆինանսական միջոցները 15 անգամ ավելին են, քան Հայաստանի Հանրապետության։ Եվ եթե այդ օրենքը հանում են, այսինքն ցանկացած ադրբեջանցի ներդրող կարող է առանց սահմանափակման Հայաստանի Հանրապետության քաղաքացու նման գնել այն, ինչ իրեն պետք է, եւ Հայաստանի Հանրապետությունը կդառնա թուրք-ադրբեջանական պարզապես անկլավ, երբ ցանկանան այդ պահին էլ կվերացնեն։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում օտարերկրյա ներդրողների մասին օրենքի նման փոփոխությունը։ Նորից եմ կրկնում։ Ադրբեջանական հնան 12 անգամ ավելի է, քան Հայաստանի Հանրապետության հնան։ Թուրքիային 100 քանի անգամ ավելին է։ Տնտեսական միջոցների նման տարբերությունը ուղղակի այս օրենքով ստրկացնում է հայ ժողովրդին։ Նայեցեք, նա գալիս է եւ գրանցվում է որպես ներդրող։ Չգրանցելու հիմքեր չկան, որովհետեւ օրենքի այս փոփոխությունը բոլորին այդ իրավունքը տալիս է։ Նա այսուհետ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, կարող է տուն գնել, կարող է հող գնել, կարող է հանքարդյունաբերության օբյեկտներ գնել։ Դուք պատկերացնում եք դա ինչ է նշանակում։ Դա մի սարսափելի ստրկական լուծ է, որը սպառնում է հայ ժողովրդին։ Եվ գիտեք ինչն է սարսափելին։ Ուրեմն նախկին ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում եղել է 2 միլիոն 100 քանի հազար ընտրող։ Վերջերս հրապարակեցին թիվ 2 միլիոն 489 հազար ընտրող։ Այն դեպքում, որ միակ 8000 մարդ դրական տեղաշարժով Հայաստանի Հանրապետությունում ներգաղթ է եղել։ Այդ 8000-ները դա այն 50,000 հնդիկներն են, ովքեր եկել են Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար։ Բայց ինչպես այդ 300,000 թիվը ավելացրել ընտրողների ընտրացուցակում։ Ինչպես է դա եղել։ Հիմա եթե գնաս, օրինակի համար օրենքի մեջ այնպիսի փոփոխություն են արել, օրինակի համար եթե ես գնամ, ճշտեմ այդ հասցեում, այս անուն ազգանունով որ ցուցակում կա գրանցված թե չէ, ին վրա քրեական գործ կհարուցեն, որ խոչընդոտում եմ ընտրություններին։ Այսինքն ստեղծել են այնպիսի մեխանիզմ, որ ինչ ուզեն անեն, ոչինչ չնի, ես ընտրական պայքար մղող քաղաքական ուժերի ուշադրությունն եմ հրավիրում այն փաստին, որ 3-4 ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Վրաստանի սահմանապահներն ու մաքսավորները 200,000-ի չափ հայկական Հայաստանի Հանրապետության բարձր որակի անձնագրեր ID քարտեր էին բռնագրավել, որոնք գալիս են Հայաստանի Հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերը ոչինչ չասեց։ Արդյոք դա այդ անձնագրերը, կեղծ անձնագրերով թուրքերը չեն գալու Հայաստանի Հանրապետությունում ընտրեն, կամ կրկնակի ընտրություն չի կատարվելու Հայաստանի Հանրապետություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ընտրվի, իշխանությունը պահպանի։ Քաղաքական ուժեր, խնդրում եմ ուշադրություն դարձեք, համեմատեք 5 տարի առաջ ընտրություններին,
Ինչպես է 300,000 ավելացել, եւ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը չի ավելացել 300,000-ով, իսկ մահացությունը աճել է։ Ինչպես է դա տեղի ունեցել։ Ու որտեղ է թաքնված այդ գարշանք, ստահոտ կեղծարարությունը, որը Նիկոլի ժամանակ շատ տարածված է։ Նորից եմ ասում, այդ թիվը սարսափելի է։ Եվ ուզում եմ անդրադառնալ կոռուպցիային։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ին հրապարակված պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է 14 միլիարդ 230 միլիոն դոլար։ Երեք չի առաջ օրը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տվյալներով Հայաստանի Հանրապետության այդ 1.5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը կազմել է 14 միլիարդ 680 միլիոն դոլար, ավելացել է 450 միլիոն դոլարով։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետության տեղյակ է, որ Հայաստանի Հանրապետության պարտքը պետական ավելացել է 400 միլիոն դոլարով։ Եվ ուր են գնացել այդ փողերը։ Վերջին 2 ամսվա ընթացքում ոչինչ տեղի չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, բացի ազգային արժեքների կոտորածի եւ Նիկոլի էժանագին թմբուկ զարկելը։ Ինչ է տեղի ունեցել։ Որտեղից է ավելացել 450 միլիոն պետական պարտքը։ Ժողովուրդ, դու քնած ես, չէ՞ որ այդ պետական պարտքը դու քո երեխաներով ես տալու, փոխհատուցելու։ Ես դա բերում եմ պաշտոնական տվյալներ կենտրոնական բանկի վիճվարչության եւ ֆինանսների նախարարության բերած տվյալներն են։ Հերոստանգերություն կա, որտեղ հրապարակում են այդ տվյալները, ես վերցնում եմ հերոստանգերությունից։ Հասկանում ես բիզնես լուրերի տակ սիրուն տողով անցնում է դա։ Եվ ես բերում եմ այդ թվերը։ Նիկոլ Փաշինյան 1.5 ամսվա ընթացքում 460 միլիոն դոլար պետական պարտքը ավելացրել է։ Որտեղ է այդ փողը։ Ուր է թալանել։ Ուր է այդ փողը, Նիկոլ Փաշինյան։ Ես ուզում եմ բերել Transparency International-ի 2017 եւ 2025 թվականների վերլուծությունները։ 2017 թվականին կոռուպցիայի մակարդակով Հայաստանի Հանրապետությունը 47-րդ տեղում էր։ 2025 թվականին Նիկոլ Փաշինյանի օրոք 65-րդն է։ Ամենավատը աֆրիկական 13 պետություններից հետո ամենավատ վիճակը կոռուպցիայի մակարդակով Հայաստանի Հանրապետությունն է։ 65-րդ տեղը։ Չկայացած պետությունների շարքում ենք։ Եվ այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կոռուպցիային նոր որակ է տվել։ Պետական կուսակցական ընտանեկան համատարած կոռուպցիա։ Այսինքն այդ կոռուպցիայի մեջ թաթախված է պետական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ղեկավարող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը, որոնք համատարած կոռուպցիոն սխեմա են ստեղծել։ Նիկոլ Փաշինյան ինչ ուր է գնացել Հայաստանի Հանրապետության 450 միլիոնը, որը ավելացել է պարտքին եւ ոչինչ չի բերել մեր ժողովրդի համար։ Ես գալիս էի ելույթի անցա բժշկական ինստիտուտի անցում, այդ նշանավոր անցումից տակ։ Սիրելի հայ ժողովուրդ, ուշադրություն դարձրեք։ Քանդել են 1.5 սանտիմետր հաստությամբ բազալտե սալիկը, որը լավ վիճակում էր, միայն կարելի է լվանալ։ Եվ տեղը դնում են նույն արժեքով ավելի թանկ 5 միլիմետրանոց 3 անգամ ավելի բարակ։ Չեք հավատում, գնացեք, սանտիմետր վերցեք ու չափեք։ Բազալտի 5 միլիմետրանոց կար, 5 սանտիմետրանոց սալիկը, եզրագոտի սալիկը, հանել են, տեղը դնում են 2 սանտիմետրանոց, նույն ավելի թանկ գնով։ Գնացեք Էրեբունի, Արցախ, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ցանկացած փողոց, չափեք ասֆալտի, վերջին արած ասֆալտի հաստությունը։
Չափանիշներով 15 սանտիմետրի փողային անում են 4-5 սանտիմետր, որը իսկույն քայքայվում է։ Իհարկե, նախկիններն են մեղավոր, թեզը գործում է նաև այստեղ։ Նախկիններն են մեղավոր։ Ամբողջ Երևանում, ամբողջ ձմեռվա ընթացքում երբեք աղ չի ցանվել։ Եվ երբ Համբալիչ Ավինյանը հայտարարում է, որ բանը աղն է քայքայել, ստում ես ուղակի, դուք աղ չեք ցանել։ 12 անգամ, ներեցեք, 3 անգամ ձյուն է եկել, 3 անգամ էլ դուք ոչինչ չեք ցանել, միայն Էրեբունի փողոցում եւ մի քանի փողոցներում շլակ եք, կարմիր շլակ եք, ինքն էլ Աբովյանի վերևի հանքից եք բերել, շատ էժան է։ Դե ինչ փողեր եք դուրս գրել, եւ վերջերս միայն Երևանի 2025 թվականին համաձայն անկախ տնտեսագետների հաշվարկի կոռուպցիոն ռիսկը, այսինքն վերանորոգման աշխատանքների, այսպես կոչված բարեկարգման աշխատանքների անվան տակ 30 միլիոն դոլար է թալանվել։ Կոռուպցիոն ռիսկը կազմում է 30 միլիոն դոլար։ Ես խնդրում եմ դատախազությանը համապատասխան քայլեր ձեռնարկեք այդ հարցը լուծելու համար։ Եվ նորից եմ ասում, եթե ինչ չեք հավատում, կարող եք սանտիմետր վերցնել, գնալ բժշկական անցումի տակ, սալիկները չափել։ 5 սանտիմետրանոց փոխարեն 2 սանտիմետր, 1.5 սանտիմետրի փոխարեն 5 միլիմետրանոց քարեր են դնում։ Ես գնացել եմ չափել եմ։ Գնացեք ինքներդ չափեք։ Եվ ամենասարսափելին այն է, որ այսօր շարունակում են նախկինների ցավով տառապել։ Ես ուզում եմ բերել մի թիվ, սիրելի հայ ժողովուրդ։ Դատախազության հաշվետվությունն եմ բերում։ Դատախազության հաշվետվությունը 2024 թվականին դատախազության տքնաջան աշխատանքների պատճառով պետությանն է վերադարձել 39 միլիարդ 118 միլիոն դրամ փող, որից միայն 2 միլիարդն է եղել նախկին իշխանությունների հետ կապ ունեցող մարդկանց։ 37 միլիարդ 118 միլիոնը Նիկոլի ժամանակ կատարված թալանն է։ Բերեմ երկրորդ օրինակը 2025 թվականին 47 միլիարդ 157 միլիոն է հետ բերվել, որից 8 միլիոնն է ընդամենը 8 միլիարդն է ընդամենը նախկին իշխանությունների հետ կապված փոխկապակցված անձանցից վերած մնացած 39 միլիարդը Նիկոլի օրոք կատարած թալան, այն թալանն է, որ Նիկոլի ընտանիքի հետ կապ չունի, որովհետև Նիկոլի ընտանիքի եւ ՔՊ-ի հետ կապված թալանները դրանք անձեռնմխելի են։ Օրինակ համար մարդկանց 8 խանութներ, որ գնում են սեփականած զրկում են եւ իրենց խանութներն են բացում, դա չհաշված։ Transportation այդ մեծ ծաղկաձորի հյուրանոցը չհաշված։ Այդ թալանները դեռ չհաշված, ասֆալտապատման անվան տակ 100 միլիոնավոր դոլարների թալանը, թոշակառուների աննախադեպ թալանը, թոշակային ֆոնդի 1 միլիարդ 750 միլիոն դոլարի կորուստը, որը չկա, դա չհաշված։ Խաղամոլության վրա վիվարոների այդ օֆշորային թալանը, որը կազմում է տարեկան 2 միլիարդից ավել, դա էլ չհաշված, բրիլյանտի ոսկու վերարտահանման թալանը, դա էլ չհաշված, որովհետև այդ թալանները չեն, դրանք պետական մակարդակով են, ընտանեկան մակարդակով են, դա տակ Նիկոլ Փաշինյան, հայ միջալոց, սիրելի այ ժողովուրդ, ես ուզում եմ մի հարց տալ, 2 տարի առաջ Մոսկվայից Դակի նախկին տնօրենը զանգեց եւ հայտնեց, որ իր ներկրած բանանի մեջ 1 տոննա կոկային կա։ Եվ այդ կոկայինը ԱԱՑ-ն ոստիկանությունը եկան տարան։ Ուր է այդ կոկայինը։ Այն չայրեցին, հանձնաժողով չստեղծվեց, չայրվեց, քրեական գործը այդպես էլ ոչինչ չասաց մեզ, անցել է 2 տարի։
Եվ ըստ օդում պատտվող լուրերի, քաղաքում շրջանառվող լուրերի այն իրացվել է Երևան քաղաքում։ Եվ 4 միլիոն, ներեցեք 1 միլիարդ, մոտավորապես 1-ից 4 միլիարդ դոլար եկամուտ է ապահովել։ Ում է գնացել այդ փողերը։ Ես ուզում եմ դատախազություն հանձնաժողով ստեղծեք, հայտարարեք ժողովրդին։ Եթե չեք հայտարարում, ես իրավունք ունեմ կասկածելու, որ այն իշխանությունները վաճառել ու մսխել է, թունավորել է հայ ժողովրդին երիտասարդությանը փող աշխատելու համար։ Ուր է այդ փողը։ Ուր է այդ կոկայինը։ Ձեզ եմ հարցնում, իշխանավորներ։ Մի պահ ամեն երկրորդը բարիք էր Երևանում։ Նարկոտիկ ցրող էր։ Ոստիկանության հսկողության տակ։ Ինչ եղավ դա։ Եվ ուզում եմ անդրադառնալ նա, որ Հայաստանի Հանրապետությունը արհեստական բանականության կենտրոն է լինելու, չիպերի արտադրություն է ծավալվելու։ Ես զանգեցի Լոնդոնի համալսարանի իմ գործընկերներից մեկին եւ ասացի, խնդրում եմ բացատրեք, ինչ է անհրաժեշտ Հայաստանի Հանրապետություն չիպերի արտադրության համար։ Գիտեք ինձ ինչ պատասխան, ասել են հազվագյուտ մետաղներ, որը Հայաստանի Հանրապետությունը չունի։ Հազվագյուտ գազեր, նեոն, կրետոն, որը Հայաստանի Հանրապետությունը չունի։ Ռոբոտացված հոսքագծեր, որը Հայաստանի Հանրապետությունը չունի։ Ասի Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի, ասես պարոն Հովհաննիսյան, Ամերիկայի Միացյալ Նահանգները իր չիպային բավարարման 78% իրականացնում է Չինաստանի եւ Տայվանի միջոցով։ 78%։ Ասես ինքը չիպային արտադրություն, որպես այդպիսին, ունի միայն ռազմական չիպային արտադրություն, որը գաղտնիք է եւ ինքը չի օգտագործում իր ռազմական արդյունաբերության մեջ օտարերկրյա չիպեր, մինիմում է հասցրել դա։ Այսինքն 78% ինքը ներ է կրում, 22% ռազմականը ինքը արտադրում է, ընդ որում հազվագյուտ մետաղների եւ գազերի ամբողջական ապահովումը իրականացվում է Չինաստանից եւ Ռուսաստանից։ Եվ ահա ես երեք ներկայացրեցի, որ այս մոդուլային ատոմակայանի բացումը ես չեմ հոգնի նույնիսկ կրկնեմ, դա Նիկոլի խելագարությունն է 5 միլիարդի, որը կապում է հայ ժողովրդի վզին, որովհետեւ մոդուլային էլեկտրակայան բնության մեջ Ամերիկան չունի։ Ես բերեցի ԱՄՆ էներգետիկ ամբողջ կառուցվածքը եւ բերեցի Մագատեի բերեցի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մոդուլային էլեկտրակայաններ չունեն, գեներատորներ այդպիսի իրենք չունեն։ Եվ 5 միլիարդ ինչի համար Հայաստանը պետք է տա, չես հասկանում։ Եվ հիմա չիպերի արտադրություն, արհեստական բանականության ինչ-որ գործարանների տեղադրում 4 միլիարդի նոր ավանտյուրա։ Ավանտյուրա։ Լավ, այդ հազվագյուտ մետաղները, նեոնը, կրետոնը պետք է Ռուսաստանից բերվի, չէ՞։ Իսկ ձեզ ինչ է թվում, Ռուսաստանը այդ կտա, որ Հայաստան, Ամերիկան Հայաստանում նման գործարան կառուցի։ Եվ սիրելի այ ժողովուրդ, հակառուսականության հիմարիզմը հասել է այնպիսի աստիճանի, որ ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին։ Բայց բացում եմ կենտրոնական բանկի հաշվետվությունը եւ տեսնում եմ, ոչ առևտրային փոխանցումները, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ դրա վրա ուշադրություն դարձնենք, մի րոպե, հիմա կոնկրետ թիվը ես ձեզ ասեմ, ոչ առևտրային փոխանցումները Ամերիկայի Միացյալ Նահանգներից կրճատվել են 11%-ով, Ռուսաստանից աճել են 53%-ով։ Նույնիսկ եմ կրկնում, Ռուսաստանից 53%-ով մենք ավել փող ենք ստացել, Ամերիկայից 11% պակաս ենք ստացել։ Դե եկեք հակառուսական քարոզություն արեք։
Նիկոլ Խաբեբան, Նիկոլ Ստախոսը, Նիկոլ թուրքահապատակ հարբեցող ծաղրածուն ամեն ինչ անում է, որպեսզի կոտրի ժողովրդի դիմադրությունը։ Եկեղեցին դիմացավ, եկեղեցին դիմադրեց։ Ես ուզում եմ պարզապես բոլորդ նայեք այն կադրերը, թե ինչպես են շիրակցիներ դիմավորում իրենց սրբազանին բանտից հետո։ Նայեցեք, խնդրում եմ, ինչ Շիրակից ուղարկեցին, ոչ ոք չի իմացել, որ սրբազանը գալու է Շիրակ, վերադառնում է Շիրակ հիվանդանոցից, ոչ ոք չի իմացել։ 12,000 մարդ ինքնաբուխ հավաքել են եւ բոլորը գլուխ էին խոնարհել, որպեսզի սուրբ աչի իրենց գլխի վրա լինի։ Չէին զանգել, չէին սպառնացել Նիկոլին համար 5-6 մարդ հավաքելու համար, չէին զանգել սպառնացել։ Մարդիկ եկել էին, որովհետև նա իսկական հայ է, իսկական սրբազան է, ազգային է, ոչ դավաճան քապայական։ Ավարտելով խոսքս ասեմ, սիրելի ժողովուրդ, հավատացեք ձեր ազգի ապագային։ Նիկոլը այս ազգի վերջնական կործանումն է։ 8 տարի ազգային բոլոր արժեքները կործանել է։ Թվարկեմ հերթով, Արցախը տվեց Թուրքին, բանակը ստորացրեց ու վերացրեց, ազգային հպարտությունը, ազգային ոգին կործանեց, տնտեսությունը հասցրեց զրոյի, արտաքին պարտքը հասցրեց արդեն 14 միլիոն 680 միլիոնի, 14 միլիարդ 680 միլիոնի, տնտեսապես քայքայել է ամբողջ երկիրը, ազգային արժեքները վերացրել է, եկեղեցուն թուլացրել է, հեղինակազրկել է ամբողջ աշխարհում։ Թուրքը արդեն գալիս է, մտնում է, հայտուն դուռը ծեծում է եւ լպիրշ յաթաղանոտ ժպիտով ասում է. գալու ենք։ Ահա ինչ է բերել Նիկոլը։ Եթե Նիկոլը տրեցիք, դուք շրջում եք պատմության վերջին էջը, դու արդեն հայ չես, դու արդեն ոչնչացված հիշողություն ես պատմական։